է հարցակնվեն եւ այնուհետեւ արդեն կանցնեն հա մյուս փուլերին, ինչ սպասելիքներ ունեք եւ այսօրվա դատական նիստի հետ կապված ինչ կարող եք ասել։ Դե այսօրվա դատական նիստը առանձնապես վերջի նիստերից շատ չէր տարբերում, որովհետեւ վկաների հարցակնության փուլն է։ Դրականը այն արձանագրում է, որ վկաների ցուցմունքները, որոնք տրվել են նաև քննչական մարմնում, ըստ էության հաստատում են ապացույցները, որ մեղադրյալները իսկապես նրանց ինքնությունը եւս իրենց վկայություններով ապացուցված է, չնայած գոյություն ունեն գործի նյութերում նաև այլ ապացույցներ, որոնք հաստատում են նրանց մասնակցությունը, մասնավորապես հեռախոսային զանգերի վերծանումներ, լուսանկարներ, որոնք կատարվել է մեղադրյալների մեկի կողմից, ավտոմեքենայի տվյալներ, տեսանյութեր, այսինքն դա տանում էր, որ ցուցադրվում է տեսանյութը այդ դեպքի կապակցությամբ, ակնհայտ է, որ մարդիկ, ովքեր դատական նիստերի դահլիճում ներկա են, որպես բռնությունը գործադրած անձինք, անձեն աչքով նկատել է, դրա համար առանձնապես ճիշտ ասած վկայել պետք չի ունենալ, որովհետև ցանկացածս կարող են լինել վկա, նայում ես տեսանյութը, նայում ես դատարանում գտնվող մարդը եւ ակնհայտ է, որ նրանք են, այնտեղ անվիճելի է այդ մասը, բայց դե գործի նյութերում նրանք ամրագրված են որպես վկաներ, այդ պրոցեդուրայով քննվում է, բայց վկաների ցանկը ամբողջական չի, որովհետև առայժմ քննվում են այն վկաները, որոնց որ մեղադրական կողմն է ներկայացրել, դատախազությունն է ներկայացրել, բայց ես ունեմ վկաների մի բավականին մեծ ցանկ, որոնց վկայությունները կարծում եմ շատ արժեքավոր կլինեն այս հանցագործության ամբողջականությունը ապահովում, որովհետև մենք առայժմ մեղադրական կողմը սահմանափակում է միայն բռնության փաստով, այսինքն այն, որ դեպքը տեղի ունեցել ֆիզիկական բռնություն, բայց թե որն ա եղել դրա շարժառիթները, որն ա եղել դրա պայմանները, ով ա եղել դրա պատվիրատուն, նախաքննությունը նույնիսկ չի անդրադարձում դրան, նույնիսկ այդ ուղղությամբ վարույթ չեն իրականացրել, ինչը որ էապես ազդելու է այս վերջնական դատավճռի որակի եւ արդարադատության ամբողջականության վրա, որովհետեւ նախ գլխավոր խնդիրն է պարզել ով է հանցագործության պատվիրատուն։ Եվ ես ունեմ իրավունք ներկայացնելու միջնորդություն այլ վկաների ներգրավման համար, իմը արդեն բնականա վերաբերվում է պատվիրատունը, որովհետեւ կատարողների մասով ամեն ինչ ապացուցված է։ Իսկ պատվիրատուների հարցում ես բնականաբար իմ կասկածներ ունեմ, իմ միջնորդությունը դրան է վերաբերելու, պետք է դատան հրավիրվի Նիկոլ Փաշինյանը։ Ասում եք նա հիմնավոր կասկածը շարունակում է մնալ նույնը, որ այս հանցագործության ենթադրյալ պատվիրատուն դա Նիկոլ Փաշինյանն է կամ նրա այդ զուգընկերուհին Աննա Հակոբյանը կամ նրանց մերձավոր շրջապատից մարդիկ, միգուցե նրանք այդ պատվերը կազմակերպել են, այսինքն խումբը ավելի լայն ընդգրկում ունի, միգուցե այլ մարդկանց էլ են ներգրավել, իրենց մտադրությունը իրագործի, բարձր չէ, չեմ կարծում, ասենք Նիկոլ Փաշինյանը զանգել է Կամսարին, ասել է գնա այդ բռնությունը արա, ակնհայտ է, որ եթե հաստատվի իր պատվիրատու լինելու հանգամանքը, բնականաբար այդ շղթայում ի հայտ կգան այլ դերակատարներ, որոնք այս կամ այն չափով ներգրաված են եղել հանցանքի կազմակերպման։ Ես ունեմ հիմնավոր կասկածներ, իմ միջնորդությունները պետք է յուրաքանչյուր վկայի ներգրավելու իմաստով լինի հիմնավորում։ Բնականաբար ես յուրաքանչյուրին առանձին իր հիմնավորումներով կներկայացնեմ դատարանին եւ հուսով եմ դատարանը կբավարարի այդ միջնորդությունը եւ մենք այդտեղ հնարավորություն կունենանք հարցեր տալ նաեւ Նիկոլ Փաշինյանին, Աննա Հակոբյանին, մյուս ենթադրյալ պատվիրատուներին, այդ շղթայի բոլոր մասնակիցներին ու հուսով եմ, որ այս դատավարության ընթացքում մենք այս հանցագործության շղթան ամբողջությամբ կբացահայտենք։ Իհարկե նախնական տրամադրվածություններս, տպավորություններս մի քիչ այդ իմաստով հիասթափեցնող են, որովհետև դատարանը մինչ այժմ այնպիսի հայտարարություններ արել, որը հույս չի ներշնչում, որ կարող է ամբողջականությամբ գնա, որովհետև տպավորություն կա, որ ուզում են բավարարվել միայն նախաքննական մարմնի ներկայացած նյութերով։ Բայց դա մեզ համար ընդունելի չի այդ մոտեցումը, որովհետև այս պահին վարույթ իրականացնում է դատարանը լայն լիազորություններ ունի, ցանկացած վկա ներգրավելու, լսումներ կազմակերպելու, հարցումներ իրականացնելու, տեղեկություններ ճշտելու համար եւ կարծում եմ, որ ինչ-որ մի этаպում մեզ կհաջողվի այդ արդյունքները ունենալ եւ այդ հանցագործությունը բացել։ Ինձ համար գլխավորը եւ կարծում եմ հասարակության համար գլխավորը պատվիրատուներն են։ Թե չասենք, թե գյուղից երկու տղա եկել, ասենք իմ տպավորությամբ էլի պատվեր են ստացել, եկել են այդ գործողությունը արել են։ Հիմա դրանց արարքը իհարկե հանցավոր արարք է, բայց դա ացանցիալ արարք է, այսինքն եթե պատվիրատուն չլեր, այդ մարդիկ էլ հանցագործ չէին լինի։ Այսինքն պատվիրատունը ստերության այս մարդկանց դարձրել է նաև այս հանցագործությունը կատարող։
Հետևաբար իրանց շահերից էլ է, որովհետև եթե գլխավոր հանցագործը բացահայտվի, միգուցե իրանց նկատմամբ պատիժ ավելի մեղմ կլինի, որովհետև իրենք անձնական շարժառիթներ, անձնական նախաձեռնություն չեն ցուցաբերել։ Ես էլ ասենք իրանց նայում եմ, ասում ոչ ճանաչում եմ, ոչ առնչվել եմ, չէ, հարց առաջանում, եթե մարդուն դու չես տեսել, չես ճանաչում, ոչ մի շփում չէ, նույնիսկ այդ պահին ասենք հետը վիճաբանություն չեղმა, ասենք հիմա խոսում ես մեկ այդ չի ստացվում զրույցը վերածվում է վիճաբանության ծեսկրտ։ Ոչ մի տես բան չի, եկած ավտովերսնես, հավաքվեք իրար հետ, առավոտը շուտ գաք, դարանակալեք, սպասեք մարդուն դաժնացեցի ետարկես, փախնես հետս։ Եթե ասեք որ դեպքում է, մենք միամիտ խոչենք, չէ։ Բարձրավոր դալում է, եթե մանավանդ նկարելու իմաստ, եթե նկարել ես նկարները չես ուղարկել ոստիկանություն, չէ, այլ բանա, որ ինքը գտնվեր բարեխիղճ մարդ, ասեր նկարում եմ, զանգե ոստիկանություն, ասեմ ստե մարդ ընծեց, ես էլ ապացույցները տաներ տար, եթե այն բռնեին, հետո պերցիկ փախի գնաց է, հետո բերման է ենթարկե բերել են, ու գիտեք ինչն է շատ հետաքրքիր, այլ ասեմ, որ այս գործի նախաքննությունը իրականացրել է քննչական կոմիտե Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, այն նույն բաժինը, որը ինձ մեղադրանք է ներկայացրել, բայց ինձ տվել են դատարան, խափանման միջոց են խստացրել, որ խոսքի սահմանափակում եւ այլն, այս մարդկանց ոչ մի բան միայն չհեռանալու արգելք, այսինքն ոչ ձերբակալել են, ոչ կալանքի միջնորդություն են արել, ոչ տնային կամ, ասենք Արմեն Աշոտյանի պես մարդը հիմա 3 նորից եւս 3 ամսով կալանքի ժամը երկարացրել են, կամսար ֆրֆռմա։ Բան չկա դրան, ասենք ինչ արել, որ քաղաքական գործիչը փորձես սպանի իր հայացքների համար։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Այսքանով ավարտում ենք